բայց պետք է մենք նկատի ունենանք հետևյալը, որ Սիրիան ընդամենը հաջորդ քայլն է, ընդհանուր առմամբ մերձավոր արևելքում նկատում ենք քրիստոնեական հատվածի նվազում, բավական էական։ Դա ոչ միայն Իրաքին է վերաբերում, որտեղ տեսանք ինչպես կատարվեց, դա վերաբերում է և Եգիպտոսին, և ինչպես տեսնում ենք Սիրիային, ամենևս մեր լավ բարեկամներից մեկը Հայագետ Չլավյանին 3-4 ամիս է, ինչ որևիցե լուր չունենք, նա չի պատասխանում գերներին, հեռախոսազանգերին և մենք ամենիշտում շատ։ Եթե դուք ունեք, բաներով ինձ ասեք ես դրական։ Իսկ ինչ կծեք վերջերս ադրբեջանցիների կողմից առաջացած սամիթի մասին, որտեղ ադրբեջանցիները ասում էին, որ պետք է մեկնեն Սիրիա և պայքարեն բոլոր անհավատների դեմ։ Այո, շատ, որովհետև առաջի ադրբեջանցի զինյալները զոհվել էին Սիրիայում կառավարական գործերի կողմից, դեռևս նախորդ տարվա ամառ, օգոստոսի, հուլիսի կողմից առաջի անձնագրերը ադրբեջանցիների ցուցադրվեցին համացանցում, այժմ նրանք որքան հասկանում են կազմակերպված կողմ են և այդ նկարներից է հետևում երկուշուրում դերալված մթերից։ Ցավոք, այո, նրանց համար դա որոշակի փորձադաշտ է և պայքարում են իրենք և դա անհանգստացնում է այն առումով, որ փաստորեն այն ինչ որ կատարվում է Սիրիայում, բազմաթիվ հատկությունների հատկությունը դա ռադիկալ իսլամի և աշխարհիկ կառավարման միջև պայքար է, որտեղ Ասադը պետք պայքարման է դա աշխարհիկ լիդերը առաջնորդեց։ Դե իհարկե վտանգավոր է, շատ վտանգավոր է, որովհետև և ադրբեջանական ներկայությունը, և թուրքական ներկայությունը շատ վտանգավոր է հայերի համար, և կարծում եմ մենք պետք է իրապես լինենք, և ես դեռ մոտ տարուկից 2 տարի առաջ ներկայացրել էի տվյալները ինչ է լինելու, որ հայ համայնքը պետք է մտածի փափուկ ձևով այլ ապաստարաններ ամենացանկալին իհարկե Հայաստանը կլիներ, բայց եթե ունենային կարգրեսություններ, այստեղ բոլորս հասկանում ենք, որ միանշանակ չի ամեն ինչը և արդի։ Ճշտող մի հարց, դուք ասեցիք, որ շատ բան կարող է կապված լինել Իրանում նախագահական ընտրություններին, բայց ուզում եի ճշտել, արդյոք ձեր կարծիքով Իրանում նախագահական թիմի, այսինքն թիմի փոփոխության դեպքում արդյոք այաթոլլաների իշխանությունը այդքան կնվազի, որ Իրանը փոխի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։ Ես չեմ կարծում, որ փոխվի քաղաքականությունը Սիրիայում կատարվողի նկատմամբ, միանգամայն ճիշտ է։ Կարող է փոխվել փոքր ինչ քաղաքականություն է կապված Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբ։ Օրինակի համար ասեմ, գետնացուներից մեկը Ռասխանջյանին, որը նախկին նախագահ, նա միակ քաղաքական գործիչն է, որ օրինակ ընդունում է հոլոկոստը, չի շփվում։ Նա բավական լավ են ընդունում նաև Միացյալ Նահանգներում, նա ավելի փափուկ է, բայց այս բոլորը, այսինքն երանգները իրանական քաղաքականության, դրանք երանգներ են։ Ի վերջո ակնհայտ է, որովհետև ցանկացած իրանական քաղաքական գործիչի համար ակնհայտ է, որ Սիրիայի տապալումից հետո գալու է իրենց հեռ, և իրենք մաքսիմալ պայքարելու են Սիրիայի համար։ Դուք նշեցիք, որ Իսրայելը հարվածներ հասցրեց Սիրիային, հետո Թուրքիայի համագործակցություն եղավ, Ֆրանսիայի Ռուսաստան այցելեցին գերտերությունների կազմից ինչ-որ մարդիկ, այս իրադարձությունների միջև ինչ կապ եք տեսնում, կարող է հատիկ գործողությունները ուսումնասիրություններին են և նախապատրաստական շրջանից։ Գիտեք ինչ, ավելի ակտիվ գործողություններ կամ հիմա են, դժվար է պատկերացնել, որովհետև երբեմն ասում են կլինի ներխուժում ՆԱՏՕ-ի կողմից, Թուրքիայի կողմից, դրանք ավելի վատ ձևեր են պատերազմվելու, քան այն ինչ որ կա։ Այն ռեսուրսների անգամ տեսակետից սա թույլ է տալիս նույն Թուրքիային, և ՆԱՏՕ-ի որոշ երկրներին
խուսափել միջազգային իրավաբանական մարտակներից ներխուժում, ագրեսիա եւ այլն եւ կատարել այն ինչ որ անհրաժեշտ է իրենց։ Ես ասեցի, որ գնահատում եմ անգամ, որ ինչ որ միտեղ այն փաստի զգացումը նշված անգլոսաքսոնյան պետությունների կողմից Միացյալ Բրիտանիայի, որ նրանք կարծես թե մի փոքր թերագնահատել էին Ասադի կենսունակությունը եւ Սիրիայի կենսունակությունը ընդհանրապես։ Այլ նրանք հիմա փորձում են ավելի ակտիվ ձևով ինչ որ մի լուծում տալ խնդրի, ինչ որ լուծում տալ, որտեղ այս եղանակով, այո, Սիրիան որպես պետական համակարգ, ուրեմն հիմնական նպատակներից մեկը իրագործվել է, արդեն դա լուրջ ուժեղ պետություն չի, որովհետև միտեղ ապստամբներ են, այսպես կոչված զինյալներ են, պատերազմական գործողություններ են, պատերազմներ են։ Մյուս կողմից գտնում եմ սա միշտ կարող է գնալ այս պատերազմը։ Այնպես որ ես հակված եմ մտածելու, որ սա անգամ մի փոքր այսպես նշան է, մեսիջ է, հիմա սա այսպես ուղղակի ասել։ Ու եկեք ինչ-որ այլընտրանքային լուծումներ գտնենք Սիրիայի համար, գուցե, հուսով եմ, այսպես է, որովհետև բավական մանրամասն նայել եմ Քեմերոնի և մանրամասնությունները և որոշակի ինֆորմացիաներ ունենք, ոնց որ թե փորձում են ինչ-որ ընդհանուր եզրի գալ, որտեղ Ռուսաստանը նույնպես հասկանում է, որ այսպես շատ երկար շարունակել է բավական դժվար գործը։ Այնպես որ եւ այստեղ մի հատ էլ ներկայություն կա իսրայելական հարվածները, որքան է դա տարօրինակ է ինչու, որոշակի պարակություն են մտցվել նույն զինյալների շրջանակներում։ Որոշ ռադիկալ իսլամիստներ դա ընկալում են Իսրայելին որպես բոլոր դեպքերում համարում են թշնամի, եւ եթե չեմ սխալվում, 3 մի ռադիոէլեկտրոնային սարքավորման վրա Արցախում են կազմակերպել նույն Սիրիայի զինյալները ոչ թե կառավարական գործեր, բայց դա չճշգրտված տեղեկություն է, այնպես որ սա ուղղակի ասեմ։ Պարոն Հարությունյան, հարցի Սիրիայի հակամարտության ինչի վերաբերվում, խնդրի անդրադառնանք 3 Կիևում տեղի ունեցած դեպքին եւ հայ-ադրբեջանցու էր 18 հարվածել, եւ դա ադրբեջանական լրատվամիջոցները որակեցին, որ ազգային հողի վրա է տեղի ունեցել, ինչի կարող է դա հանգեցնել, վտանգ ինչքան։ Դե եթե Սաֆարովի միջադեպը ի վերջո որևիցե շատ լուրջ բաներ չհանդիպեցրեց, ես չեմ կարծում, որ կենցաղային նման բաներ, որ անընդհատ դեպք կատարվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, դա ունենա շատ մեծ այսպես արձագանք, գուցե տեղեկատվական առումով դա քննարկվի եւ այլն, բայց որևիցե տրանսֆորմացիա նյութական ինչ-որ գործերի համենայն դեպս այդ գործոնը չի, որ պետք է բերի ինչ-որ փոփոխությունների կամ փոփոխությունների։ Ռմբակոծումները Սիրիայից ևս կարծում են, որ դա ուղղված է Իսրայելի ռմբակոծումները, ուղղված է Իրանի։ Ոչ թե կարծում եմ, դա այդպես է, դա ես չեմ որոշում, դա ռազմավարությունն է Միացյալ Նահանգների և Իսրայելի, որովհետև եթե փորձենք ռետրոսպեկտիվ հայացքել մերկայացնի վրա, այնտեղ բոլոր պետությունները արդեն փորձել են իրենց պետականությունը եւ միավոր է մնացել է Թուրքիայի գործոնը, որը նույնպես քաղաքական բարդ այնտեղ միայն Իրանը եւ Իրանը համարվի թիրախն է, դա չեն կարծում եւ Իսրայելում, կամ Նետանյախուն ողնում դրել էր այդ ժամացույցը, որը ցույց էր տալիս ինչքան ժամանակ է մնացել Իրանի միջուկային զենքի ստեղծմանը, ժամկետային, եւ սա կապված չի հաղորդում, այլ մոտիվներ չկան։ Այսինքն ամերիկան չի կանգնի իր հայրերից մինչև որ Սիրիայի հարցումի նպատակին չանցնի Իրանին։ Գիտեք ինչպես է, հենց հարցը ամեն ինչ նրանում է, որ թվում է, թե որ անգամ Միացյալ Նահանգների նման երկրությանը առայժմ չի հաջողվում Սիրիան կոտրել։ Եվ իրենք էլ մտավորված են այս հակամարտության ապագայում, որովհետև շատ հետաքրքիր է, եթե հետաքրքրում է, ամեն մի կոնկրետ պարագայում, ամեն մի կոնկրետ ռազմական ընդհանրության ժամանակ
Սիրիայի կառավարական զորքերը հաջողության Սիրիայինի բավական լուրջ բանակ, որ 300,000-անոց բանակ և բավական լավ զինված և բավական լավ մարդունակ։ Միևնույն ժամանակ այդ պարտիզանական պատերազմը, որ ամեն տեղից գնում են, ջլատում են նաև իհարկե սիրիացին։ Որտեղ այստեղ մենք խոսեցինք այլ ռեսուրսներ, բայց մարդկային ռեսուրսը ամենակարևորն է։ Ամենակարևորն է, ես հետաքրքրում եմ ասեմ այսպիսի բան, մերձավոր արևելքում այդ վերաբերող եք ստացեկետուղությամբ ես դրա մասին գրել եմ, մերձավոր արևելքում տեղի ունենում ցեղասպանություն։ Ուղղակի այս նոր տիպի ցեղասպանություն է, որտեղ նույն արաբները ոչնչացնում են նույն արաբներին։ Շատ հետաքրքիր ցեղասպանություն է։ Իրաքում դրանց թիվը հասնում է մոտավորապես 700,000-800,000, որ Սիրիայում, ինչպես ասեցի, 120,000 և արաբները սպանում են արաբներին։ Բայց սա ցեղասպանություն է, ոնց ասած, ով է պատվիրատում այս մեխանիզմի Այսինքն մուսուլմաններն են ոնց որ մուսուլմանները պակասած ինչ-որ միտում են։ Գիտեք, սա մի քիչ պարզնակ լինել է այդպես ներկայացնել, որտեղ մուսուլմանները բավական շատ են և բավական լավ աշխում են։ Ոչ թե չացնելու, սա մի քիչ այլ միտում են նրանց այդ մահմեդական, իսլամական աշխարհը որոշակի քաոտիկ իրավիճակից վերեցել ընկալવા, որը անշուշտ կա։ Եվ այս պատկերն երկու պետություն դարձել, որը մի փոքր կողմ է, Իրանը և Թուրքիան, որոնք արդեն ներկայացված են սիրիական պատերազմում։ Անհարություն, ասացիք գերբերությունները ամերիկայի լուծում, բայց ձեզ ինչ լուծում Դժվարանում եմ ասել, որտեղ իրոք շատ դժվար խնդիր է, նախկինում քննարկում էին տարբերակներ, որ ստեղծվի անցումային ինչ-որ կառավարություն, որտեղ ներկա լինեն փափուկ միության ներկայացուցիչները և անգամ այդպիսի խոսք կատարվեց, այսինքն ոչ ռադիկալ, ոչ ծայրահեղական միության ներկայացուցիչները և Ասադի վարչակազմի ներկայացուցիչները։ Սակայն մոտակայություն ստեղծվեց, որ այս գործը տապալվեց առաջի հերթին այսպես կոչված ընդդիմության հարցով, որտեղ շատ մեծ այսպես շուքով նշվեց, որ ընտրվել է ընդդիմության առաջնորդ, դա այսպես ասենք, բայց